Հանրապետության կազմի հաստատվել, բայց ծրագիր է։ Ակնկալիք չունեմ։ Իսկ ով խոսեք։ Հաստատ Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում։ Մասին Կկարողանաք կանխեք ծրագրի հաստատումը։ Բնականաբար քվեարկելու են, բայց Ինչին են քվեարկելու։ ծրագրի։ Չէ, լսելուց հետո։ Մենք չէ, իրենք։ Չէ, այդ եմ ասում, լսելուց հետո քվեարկությունը լինելու։ Այո, Իսկ մինչև ծրագրի ներկայացնելը օրենքը թույլ չի տալիս, հա, ելույթ ունենալ պատգամավորներին, կանոնակարգ կողմ։ Պատգամավորները ելույթ են ունենալու, բնականաբար մեր տեսակետը։ Ես նկատի ունեի ծրագիրը ներկայացնելուց առաջ։ Չէ, պետք է ներկայացնել նոր կարգ այդպեսի։ Վարման կարգի մասին չեք կարող։ Ինչ անեք, ներումը ընդունվելու այդպես է ստացվում։ Ինչքան էլ քննադատեք, ինչքան էլ ընդդիմախոսեք, թերի կողմերը ցույց տաք, միևնույն է փաստորեն։ Մեզ կարևոր է վերջին բացատրել։ Բարևձեզ։ Տիկին Գրիգորյան, որպես խմբակցության ղեկավար, այսօրվա նիստի մասին փաստորեն ապօրինի նիստ է լինելու, հա։ Ինչպես։ Ապօրինի նիստ է լինելու այսօրվա նիստը։ Օրենքի խախտումով։ Այսինքն կառավարության ծրագրի ներկայացումը դա դեռ կազմը չձևավորել կառուցվածքը։ Եթե չեմ սխալվում, իրավաբան չեմ, բայց եթե չեմ սխալվում, միակ փաստաթուղթը, որ կարող է քննարկվել ընդմիջելով այլ ընթացակարգերը, կառավարության ծրագիրն է։ Կառավարությունը համենայն դեպս այդպես է մեկնաբանել եւ թղթով այդպես է, այլ բան, որ ամբողջությամբ ներկայացած բովանդակությունն է լինելու հայտարարություն, այն է երրորդ հանրապետության կազմավորման վերաբերյալ, որի բովանդակային քննարկումը շուտով կտեսնենք։